Հորիզոնը շարունակում է աշխատանքը, բարև ձեզ։ 2018 թվականից հետո միայն 2024 թվականի արդյունքներով Հայաստանի պետական բյուջեի եկամուտները ավելի քան կրկնապատկվել են։ Այս մասին խորհրդարանում հայտարարել է վարչապետը, ներկայացնելով կառավարության ծրագրի 2024 թվականի կատարման ընթացքի եւ արդյունքների մասին զեկույցը։ Նիկոլ Փաշինյանի խոսքով հետհեղափոխական 7 տարիների ընթացքում պետական բյուջեը մուտք է եղել հավելյալ 4.2 միլիարդ դոլար, եւ սա համավարակի եւ պատերազմի տարվա ներառմամբ։ Թալանվածը ետ բերելու համար նախ պետք է հասկանալ թալանվածի տեղը եւ թալանի մեխանիզմը, որն առաջին հերթին ստվերային տնտեսությունն է, արհեստական մենաշնորհները, հարկերից խուսափելը։ Եվ այս երևույթների դեմ պայքարում է ձևավորվել վերը նշված հավելյալ, կրկնում եմ, լրացուցիչ, հեղափոխության բերած 4.2 միլիարդ դոլար բյուջետային եկամուտը։ Պետք է խոստովանեմ, որ թալանվածը ետ բերելու, հանցագործներին պատժելու հեղափոխական օրակարգը մոռացության մատնելը մեր հասցեին ամենահաճախ հնչող մեղադրանքն ու քննադատությունն է։ Բայց ուզում եմ միանգամից ասել, որ կտրականապես մերժում եմ այդ քննադատությունը հետևյալ պատճառաբանությամբ։ 2018 թվականի ժողովրդական ոչ բռնի թավշյա հեղափոխությունը այո տվել է թալանվածը ետ բերելու, հանցագործներին պատժելու խոստում։ Բայց հեղափոխությունը եւ անձամբ ես խոստացել ենք նաեւ, որ հեղափոխության հաղթանակից հետո Հայաստանում վենդետաներ չեն լինելու, որ Հայաստանը լինելու է օրենքի եւ իրավունքի գերակայության երկիր։ Ուրեմն ինչպես ենք համատեղելու այդ թվում է իրար հակասող օրակարգերը։ Իրականում օրակարգերը իրար չեն հակասում եւ մենք հենց այդ օրակարգերի իրակցմամբ ենք զբաղված եղել եւ շարունակում ենք դրանով զբաղվել, այն է բացառել վենդետաները, վերադարձնել թալանվածը, պատժել հանցագործներին եւ Հայաստանի Հանրապետությունը չդարձնել բեսպրեդելի սև խորշ աշխարհի քարտեզի վրա, այլ ընդհակառակը օրենքի գերակայությունը դարձնել անշրջելի եւ ինստիտուցիոնալ։ Սա հարցի իրավաքաղաքական եւ բարոյական կողմն է, բայց կա նաեւ գործնական կողմը։ Խնդիրն այն է, որ ինչպես ասել եմ բազմիցս, թալանվածը պահեստավորված չէ մի կոնկրետ հասցեում, որ գնաս բարձես բեռնատարները եւ վերադարձնես։ Թալանվածը տեղաբաշխված է տարբեր տեղերում, տարբեր ձևերով։ Երբեմն դա Հայաստանում է, երբեմն արտերկրում, երբեմն մեզ հայտնի անձանց անունով է, երբեմն մեզ լրիվ անծանոթ, դրածո անձանց անունով, երբեմն անշարժ գույք է, երբեմն գումար, երբեմն արվեստի գործ, երբեմն բաժնետոմս, երբեմն գոհացված է անհատից, երբեմն կառավարությունից, երբեմն համայնքից, երբեմն իրավաբանական անձից։ Երբեմն օտարված է երրորդ անձի, որը բարեխիղճ ձեռքբերող է եւ կապ չունի թալանի եւ կոռուպցիոն սխեմաների հետ, շուկայում տեսել է իրեն հետաքրքրող ապրանք եւ օրինական կերպով պարզապես գնել։ Ինչ ենք մենք արել ուրեմն։ 2019 թվականից սկսել ենք թալանի գործյան հանգույցը արձակելուն ուղղված համակարգ ձևավորել։ Այդ գործը արել ենք հետևողական ու սկզբունքորեն։ Այդ գործը հետևողականորեն շարունակել ենք COVID-ի համավարակի, պատերազմի, ետպատերազմյան ճգնաժամի, տարածաշրջանային էսկալացիաների, համակարգային թալանի դիրքերից հանդես եկող քաղաքական ուժերի դիմադրության, աշխարհակարգի փլուզման, Հայաստանի ժողովրդավարական իմիջը միջազգայինորեն պահպանելու կենսական անհրաժեշտության պայմաններում, զուգահեռ տնտեսությունը աճեցնելով աննախադեպ չափերով 43.5%-ով։ Ուշադրություն դարձրեք, 2018-24 թվականներին Հայաստանի տնտեսությունը աճել է, իրական աճի մասին է խոսքը, 43.5%-ով։ Ինչպես վերը նշեցի, այս ողջ գործընթացի զուգահեռ բյուջեին բերելով լրացուցիչ 4.2 միլիարդ դոլար եկամուտ, ապահովելով մեր երկրի կայունությունն ու անկախությունը, մեծացնելով մեր երկրի ինքնիշխանությունն ու ինքնիրույնությունը, ապահովելով եւ երաշխավորելով երկրի ինքնիշխանության ամենանվազագույն ատրիբուտներ, օրինակ, որ Հայաստան մուտք գործող եւ Հայաստանից դուրս եկող քաղաքացիները անձնագրային հսկողություն անցնեն միայն ու միայն Հայաստանի Հանրապետության սահմանապահ զորքերի զինծառայողների կողմից։
ճոխություն, որ մեր պետությունը 33 տարիների անկախության շրջանում իրեն այդպես էլ չէր կարողանում թույլ տալ։ Ապրիլի 13-ից 14-ը Վիեննայում Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Եվրոպական և Հյուսիսային Ամերիկայի երկրներում և միջազգային կազմակերպությունների հավատարմագրված Հայաստանի դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների աշխատաշողով։ Մտքեր են փոխանակվել տարածաշրջանային և միջազգային իրադարձությունների շուրջ։ Նախարար Միրզոյանը ներկայացրել է հարևանների հետ հարաբերությունների կարգավորման գործընթացներում վերջին զարգացումները։ Քննարկվել են տարբեր ուղղություններով, այդ թվում Միացյալ Նահանգների և Եվրամիության հետ գործընկերությունների խորացման ուղղությամբ իրականացվող աշխատանքները։ Երկօրյա պաշտոնական այցով Հայաստանում կգտնվի Սլովենիայի փոխվարչապետ, արտաքին և եվրոպական հարցերի նախարար Տանյա Ֆայոնը։ Վաղը արտաքին գործերի նախարարությունում կկայանա Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և Տանյա Ֆայոնի հանդիպումը, որին կհաջորդի նախարարների համատեղ մամուլի ասուլիսը։ Հայաստանի դեսպան Գրիգոր Հակոբյանը հանդիպել է Իրանի արտաքին գործերի նախարարի տեղակալ, արտաքին գործերի նախարարության քաղաքական ու միջազգային հետազոտությունների կենտրոնի տնօրեն Սաիդ Խաթիբզադեի հետ։ Անդրադարձ է կատարվել Հայաստան-Իրան հարաբերությունների զարգացման հեռանկարներին, կարևորվել է փորձագիտական մակարդակով երկխոսության առավել ընդլայնումը։ Հանդիպման առանցքում է եղել նաև համագործակցությունը արխիվային փաստաթղթերի փոխանակման բնագավառում, որպես պատմական հիշողության պահպանման ու գիտակրթական համագործակցության խթանման կարևոր բաղադրիչ։ Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունում պաշտոնապես գործարկվել է զանգերի կենտրոնը։ Այսուհետ քաղաքացիները կարող են զանգահարել 8422 կարճ համարով միգրացիայի և քաղաքացիության հետ կապված հարցերի վերաբերյալ ամբողջական տեղեկատվություն ստանալու նպատակով։ Կենտրոնի գործարկումը նպատակ ունի բարձրացնել հանրության իրազեկվածությունը ոլորտին առնչվող խնդիրների շուրջ։ Զանգերի կենտրոնի հիմնումը խոսում է միգրացիայի և քաղաքացիության ծառայության քաղաքացիակ կենտրոն օրակարգի հետևողական ձևավորման մասին։ Կենտրոնում սպասարկումն իրականացվում է մի քանի լեզուներով, անգամ Արցախի բարբառով։ Դիանա Հովանիսյանը, ով նույնպես Հայաստան է եկել Արցախից, արդեն 1 ամիս է աշխատում է նոր բացված կենտրոնում, սպասարկում հատուկ բռնի տեղահանված անձանց համար առանձնացված գիծ եւ օգնում հայրենակիցներին։ Զանգերը օրվա կտրվածքով բավականին շատ են լինում, ընդհանուր օրվա մեջ մոտ 500-600 զանգ լինում է եւ արցախցիներն էլ այդ թվում բավականին զանգում են եւ տարբեր հարցադրումներով սպասում սպառիչ պատասխանների։ Կոնկրետ ավելի շատ այս պահի դրությամբ կապված հետագա արցախցիների ծրագրերի հետ զուտ ավելի շատ քաղաքացիություն ձեռք բերելու հարցադրումներ են անում։ Իսկ ինչու է կարևոր զանգերի կենտրոնի հիմնումը, քանի որ երկար տարիներ միգրացիայի եւ քաղաքացիության ծառայությունը քաղաքացիներին սպասարկել է թեժ գիծ ֆորմատով, առանց հետադարձ կապի հնարավորության։ Ըստ ծառայության պետ Նելի Դավթյանի, դա է եղել պատճառը, որ անհասկանալի է եղել, թե որքան է ռեալ պահանջարկը։ Ներդրումից հետո սպասվում են նոր փոփոխություններ ծրագրային առումով։ Այո, մենք ինքնապատասխանիչի ձևաչափով եւ նաեւ այս պայմանը մշակում ենք ինքնապատասխանիչ մենյու, այսինքն մարդիկ կարողանան լսել իրենց կողմից հաճախ բարձրաձայնվող հարցերի պատասխանները առանց օպերատորին միանալու եւ ինքնապատասխանիչի ձևով բաշխում ենք զանգերը ըստ թեմաների, որպեսզի ավելի նեղ մասնագիտացված հեռախոսավարներ կարողանանք պատրաստել եւ առավել սպառիչ պատասխաններ հնչեցնել։ Օտարերկրացիների գծով ունենք առանձին մասնագիտացված ստորաբաժանում քաղաքացիության հարցերով, անձնագրային հարցերով եւ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղանված անձանց հարցերով։ Կարևոր եմ համարում այս նախաձեռնությունը, ուրախ եմ արձանագրելու նաեւ, որ հենց այս մասով զանգին պատասխանում է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձ եւ երբեմն այս բարբառային հաղորդակցությունը առավել վստահություն է հաղորդում շփմանը։ Ասելով զանգերի կենտրոն, պատկերացնում ենք ահռելի տարածք, որտեղ կան բավականին շատ աշխատակիցներ, բայց իրականությունն այլ է։ Կենտրոնը փոքր է, քիչ, բայց պրոֆեսիոնալ սպասարկող թիմով։ Նշեց Նելի Դավթյանը, հավելելով, որ մոնիթորինգի արդյունքների համաձայն գրեթե ամեն օրվա վերջում բաց թողնված զանգերի ցուցանիշը լինում է 0։ Նարինե Բարսեղյանի խոսքով սպասարկման որակի գնահատման մի շարք գործիքներ բարելավվել են Եվրոպական խորհրդի աջակցության միջոցով։ Զանգեզոր համակարգի ներդրումով մենք կարողանում ենք ապահովել զանգերի անհամեմատ մեծ թողունակություն, իրականացում է զանգերի բաշխում, որակի վերահսկողություն, կատարում է գաղտնալսում, ինչպես նաև իրականացվում է մոնիթորինգ։ Բաժինը զանգերի կենտրոնի ներդրմամբ, զանգեզոր համակարգի ներդրմամբ բաժինը ներդրվեց ավելի պրոֆեսիոնալ հիմքերի վրա,
եւ բաժինը մարդը կարիքի մեջ բարեգործական կազմակերպության կողմից բազմաթիվ անգամներ մասնակցել է վերապատրաստման դասընթացների։ Կենտրոնի բացմանը ներկա էր նաև Եվրոպայի խորհրդի ծրագրերի համակարգման տնօրենության բաժնի ղեկավար Շնուց Դյուրը, ով կարևորեց կենտրոնի բացումը արցախցիներին արագ եւ մատչելի տեղեկատվություն տրամադրելու տեսանկյունից։ Նա նաև նշեց, որ Եվրախորհուրդը փորձել է արագ հարմարեցնել ծրագրերը, շեշտը դնելով փախստականներին օգնություն տրամադրելու վրա։ Մենք ոչ միայն ժապավեն ենք կտրում, որը խորհրդանշական եւ կարեւոր է, այլև արդեն ունենք այն հնարավորությունը, որ լսենք ձեր կարծիքները, թե ինչպես է կենտրոնը գործնականում աշխատել, ինչ ազդեցություն է ունեցել փախստականների ու քաղաքացիների կյանքում, երբ նրանց տրամադրել եք որևէ տեղեկություն։ Հուսով եմ, որ այդ զանգերի կենտրոնը շարունակական եւ տևական դրական ազդեցություն կունենա ձեր աշխատանքի վրա, նպաստելով տեղեկատվական ծառայությունների մատուցմանը։ Ծրագրերի նպատակների մասին խոսելիս նշվեց, որ այն նախատեսում է Հայաստանի իշխանություններին տրամադրել համապատասխան աջակցություն տեղահանված անձանց ու փախստականների կարիքները հոգալու համար։ Զվարթ Ղազարյան, Հայկ Սուքիասյան, Հորիզոն։ Պետական եկամուտների կոմիտեն հայտնաբերել է Հայաստան ներկրված շուրջ 85 կիլոգրամ հաշիշ տեսակի թմրամիջոց։ Մանրամասները մեր գործընկերների տրամադրած տեսանյութում։ Քաղաքացիներին թմրանյութերի օգտագործումից ու դրանց վնասակար ազդեցությունից զերծ պահելու նպատակով Պետական եկամուտների կոմիտեն շարունակում է սկզբունքային պայքարը թմրանյութերի եւ հոգեմետ նյութերի Հայաստանի Հանրապետության սահմանով անօրինական տեղափոխման ուղղությամբ։ Օրերս ագարակ մաքսային անցման կետում Պետական սահմանից համակային անցման կետերում մաքսային սպասարկման եւ հսկողության վարչության աշխատակիցը ռենտգեն սարքավորման միջոցով մաքսային զննման է ենթարկել Իրանի Իսլամական Հանրապետությունից ժամանած քաղաքացու կողմից շահագործվող բեռնատար ավտոմեքենան եւ կցորդը։ Արդյունքում կցորդի հատվածում նկատվել են կասկածելի զանգվածներ։ Այս տեղեկությունը փոխանցվել է մաքսանենգության դեմ պայքարի վարչություն ու համատեղ շարունակվել է բեռնատար մեքենայի եւ կցորդի մաքսային զննությունը, օգտագործելով հատուկ տեխնիկական միջոցներ եւ ծառայողական շներ։ Կցորդի հատակի հատվածում հայտնաբերվել է գաղտնարան, ուր տեղադրված է եղել ավելի քան 85 կիլոգրամ կշռող 112 փաթեթ, լցված հաշիշ տեսակի թմրամիջոցի զանգվածով։ Դրանք փաթեթված են եղել թափանցիկ պոլիէթիլենային թաղանթով եւ փայլաթիթեղով։ Թմրամիջոցի մաքսանենգություն կատարած լինելու անմիջականորեն ծակած հիմնավոր կասկածի արկայության հիմքով ձերբակալվել է Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի ՎՀ-ն, ով ներկայացվել է Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչություն։ Դեպքի արդիվ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում հարուցված քրեական վարույթի շրջանակում Իրանի քաղաքացին ձերբակալվել է։ Քրեական վարույթի նախաքննությունը փոխանցվել է Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների եւ մաքսանենգությունների քննության գլխավոր վարչություն։ Ներկայումս Պետական եկամուտների կոմիտեի ազգային անվտանգության ծառայության Սյունիքի մարզային վարչության եւ քննչական կոմիտեի աշխատակիցների կողմից համատեղ ձեռնարկվել են լայնածավալ քննչական եւ օպերատիվ հետախուզական միջոցառումներ։ Թմրամիջոցները Հայաստանի Հանրապետության տարածքում ստացող դրա հետագա իրացումը կազմակերպող անձանց ինքնությունը պարզելու ուղղությամբ։ Այժմին այսքանը, կհանդիպենք ժամը 18-ին։ Երբ կրթությունը հետաքրքիր է ու որակյալ, այն դառնում է նաև վարակիչ։ Սրա վառապացույցը Էլբակյան կրթահամալիրն է, որտեղ ամեն տարի ուսանողներն ավելանում են։ Այս տարի էլբակյանցի շրջանավարտների թիվը ավելի քան 300 է։ Չհուզվել հնարավոր չէ։ Նախ շնորհավորում եմ բոլոր շրջանավարտներին, ծնողներին, նաև մեզ։ Դժվար երկրում այսքան մարդ հավաքել մի հարկի տակ արդեն մեծ հաղթանակ է։ Միայն Էլբակյան կրթահամալիրում կարելի է սովորել դարի ամենահետաքրքիր ու նորարար մասնագիտությունները, որոնց ցանկը եւս ավելանում է, համալրվելով եւ պահանջված եւ կարեւոր մասնագիտություններով։ Էլբակյան կրթահամալիրում անցկացվում են ժամանակի ամենապիտանի դասընթացները, որոնցից մեկը հենց ռոբոտաշինությունն է, որի շնորհիվ երեխաները սովորում են ոչ միայն պրակտիկ գիտելիքներ, այլ նաև ծրագրավորում են իրական ռոբոտներ։ Մենք այս ամառը մեր դասընթացները ավելացրել ենք եւս մեկով անօդաչու թռչող սարքերի պատրաստման դասընթացով։ Էլբակյան կրթահամալիրը նաև պատրաստ է համագործակցել դպրոցների հետ, աշակերտների մասնագիտական կողմնորոշումը հեշտացնելու նպատակով։ Մեր մոտ գալով ուսումնասիրելով արդեն արկա դասընթացները եւ ինչու՞ չէ նաեւ մասնակցելով ոչ դասընթացների, ավագ դասանի աշակերտները կարող են որոշել, թե ինչ ուղղությամբ են շարունակելու, որը կարծում եմ, որ բարենպաստ կազդի եւ դպրոցի եւ ընդհանուր երկրի ու կրթության վրա։
Էլբակյան կրթահամալիրում անակնկալների պակաս չի լինում։ Ավարտական օրը եւս լի էր նվերներով ու անակնկալներով։ Մեկ ուսանող կշահի 7-օրյա ուղևորության փաթեթ դեպի Եգիպտոս։ Սա արդեն թվով 6-րդ միջոցառումն է եւ 6-րդ Էլբակյանցին մեկնում է հանգստի մեր միջոցով, որը կազմակերպում է Էլբակյան Travel-ը։ Այսպիսով արչեվում ամառային արձակուրդներ են, որի ընթացքում լավագույն որոշումն է ազատ ժամանակը ճիշտ օգտագործելու համար պարզապես գալ Էլբակյան կրթահամալիր սովորելու։ Էլբակյան կրթահամալիրը ունի օնլայն եւ օֆլայն դասընթացներ, ինչպես անհատական, այնպես էլ խմբային։ Գրանցվելու համար կարող եք գրել մեր Facebook-յան էջին, Instagram-յան էջին կամ պարզապես զանգահարել 096 88 88 44 հեռախոսահամարով։ Հրիփսիմե Ավակյան, Լևոն Խաչատրյան, Հորիզոն։